Ջրամբարը կունենան, գյուղը կտեղափոխվի։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ հետաքրքիր եւ կարեւոր հանգամանքի վրա, որ տվյալ դեպքում էլ մրցույթային ընթացակարգերը իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով եւ նրանց կողմից խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարվել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է, կփնտրենք նոր գործընկեր, ով ծրագիրը կիրականացնի։ Բայց այդ խոսքը չի կատարվել։ Չի կատարվել, այո, չի կատարվել, որովհետև նաև կապալառու ընկերությունը, ով մրցույթում հաղթել է, ինքը իր խոստումը չի կատարել, այսինքն խոստումը այսպես թե այնպես կկատարվի, իսկ իրենց խոստումը չի կատարվի։ Իմ խոստումը այսպես թե այնպես կկատարվի։ Այսինքն մենք ունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը եւ ելի ուրիշ ջրամբարներ, հիմա դրանք էլ մեծ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք մենք պետք է ընդհանրապես կառավարենք։ Ես նաև սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետք է սովորենք, ասելով չի, որ մենք ենթադրենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Պրոբլեմներ կան, որոնք պետք է սովորենք, թե ինչպես լուծել եւ պիտի սովորենք ինչպես անել, որ այդ պրոբլեմները չառաջանան։ Սխալներով, բաստողումներով ենք մենք եւ բոլորը սովորում եւ խնդիրն է նա, որ մենք պետք է ի վերջո դարձնենք ջրամբար կառուցելը սովորական բան։ Այդ ամեն ինչից է, որովհետև այդ ինչ որ նկարագրեցի կարտառոց է մեր իրականության մեջ։ Պետք է դառնա սովորական, որպեսզի մենք նման իրավիճակներ չունենանք եւ կդառնա։ Ոչ, արդյոք կլինի, որովհետև ինչպես տեսակ, ընդհանրապես մենք պետք է հասկանանք ծրագրերը ինչպես են իրականացվում։ Եվ ես սրա մասին բազմիցս ասել եմ, մենք 2018 թվականին մեզ թվում էր, որ երբ որ փող ունենանք բոլոր հարցերը կլուծվի։ Հիմա 2025 թվականին 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտները մի հատ ամբողջական 2017 թվականի պետական բյուջեն պլյուս 30%։ Բայց երբ որ փողը կա, ոնց է կապիտալ ծրագիրը իրականացվում։ Հայտարարում է մրցույթ։ Պետությունը ասում է գործարար համայնք։ Ես ուզում եմ այսպիսի նախագիծ իրականացնել եւ դրա համար ունեմ ֆինանսավորում, ով կկառուցի եւ ինչ գնով։ Մրցույթ է տեղի ունենում եւ լավագույն գին առաջարկածը հաղթում է մրցույթում։ Հետո, երբ որ չի իրականացնում այդ բանը, նախագիծը պայմանագիրը խզվում է, ուրիշ է հետապնդվում։ Եվ այստեղ, քանի որ նաև միջազգային գործընկերներ են ներգրաված, ամեն ինչ չի, որ մեզնից է կախված, մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք։ Համենայն դեպս ես ուզում եմ ձեզ հիշեցնել եւ ընդգծել, որ մենք այսօր Կապսի ջրամբար ավելի շատ ունենք, քան ունեինք այս մրցույթի մեկնարկից առաջ։ Ամբողջական Շնորհակալություն, պարոն Փաշինյան, վերջին օրերին տարբեր պետական կառույցներից ստանում ենք տեղեկատվություն այն մասին, որ իբր պետական պաշտոնյաները տարեվերջին ստացել են կլորի գումար որպես պարգևավճարներ։ Խնդրում ենք պարզաբանել, արդյոք խոսքային պիլոտային ծրագրերի մասին է, որոնք դուք ներկայացրեցիք պետական պաշտոնյաների համաժողովի ընթացքում, ըստ որոնց լինելու է աշխատանքի գնահատում արդյունքների վրա հիմնված չափորոշիչներով։ Այս կառավարության նիստում էլ դրան անդրադարձա, եւ մենք դրա մասին խոսել ենք։ Մենք ի վերջո, տեսեք, ինչպես ուսուցիչների դեպքում, ինչպես ուսուցիչների դեպքում, ինչպես զինվորականների եւ այլ համակարգերի դեպքում մենք այս տարվանից, այսինքն 2025 թվականից այո ներդրում ենք արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ եւ մենք նաեւ հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ որ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը։ Սա կառավարելիությունը նվազեցնում է եւ մյուս կողմից մոտիվացիաները նույնպես նվազեցնում է։ Երբ որ մարդը, ով որ ավելի շատ ջանք է գործադրել, ավելի շատ արդյունք է արձանագրել, ստանում է նույն չափի վարձատրություն համեմատ մյուսի, ով որ այդքան էլ ջանասեր չի գտնվել, եւ սա նաեւ քանի որ քաղաքական պատասխանատվությունը ղեկավարների վրա է, ղեկավարների ուսերին է, ղեկավարներին էլ մոտիվացիոն ճիշտ համակարգեր ստեղծելու խոչընդոտներ է ստեղծում եւ մենք պիլոտային համակարգ ենք ներդնել եւ մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը այո արդեն հասել է այդ կետին, որ պետք է նախ վարձատրությունները պետք է պետական համակարգում լինեն մրցունակ մասնավորի հետ, հակառակ դեպքում մենք նոր էլ խոսեցի, չգիտեմ հետևում եք կառավարության նիստին թե չէ, եթե մենք ասում ենք 2017 թվի համեմատ պետական բյուջեի եկամտային մասը 100%, 130% ավելացել է, այդ նշանակում է պետական կառավարման համակարգը 130%-ով ավելի շատ ջանք է ներդնում նախ այդ արդյունքը արձանագրելու համար, բայց բյուջեն հավաքելուց հետո նաև արդյունավետ ծախսման խնդիր կա։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնալու մղումը ճիշտ մոտիվներ գործեն պետական կառավարման համակարգում։ Նախ դրսից
ոչ թե ոչ միայն պետական համակարգից լինի հոսք դեպի մասնավոր հատված, այլ մասնավոր հատվածից դեպի պետական հատված։ Դրա համար պետք է վարձատրությունների գոնե համեմատելի հնարավորություն լինի եւ երկրորդից համակարգի կարևոր առանձնահատկությունը։ Մենք լրացուցիչ վարձատրության մեջ դրել ենք պարտադիր պայման, որ լրացուցիչ վարձատրություն ստացողը դրա որոշակի տոկոսը, եթե չեմ սխալվում 10%-ը, պետք է ծախսի իր կրթական եւ պրոֆեսիոնալ հատկությունները զարգացնելու ուղղությամբ, այսինքն պետքա ինչ որ դասընթացների մասնակցի իր կրթության վրա պետքա ներդրում անի եւ ես կարծում եմ, որ մեր պետությունը հասել այն կետին, որ մենք այսպիսի ներդրում պետքա անենք պետական կառավարման համակարգի հետ եւ ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է, սա նաեւ պետության դերը նշանակությունը եւ պետությունը զարգացնելու եւ ուժեղացնելու մեր ռազմավարությունների շրջանակում։ Պարոն վարչապետ, վերջերս ոչ ֆորմալ հանդիպում եք ունեցել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ։ Տեխնոլոգիական ոլորտի ցանկը չեմ կարող ասել ինչ որ։ Չէ, նկատում եմ երևի տեխնոլոգիական ոլորտի, բայց գուցե ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այսինքն դա Ground Zero-ի հանդիպումը նկատի ունեք։ Դե ո՞ր նկատի ունեք։ Հա, նախաձեռնություն ա եղել եւ փոխադարձ հետաքրություն ա եղել, իրենք Ground Zero սրճարանը կամ նախագիծը այդպիսի ֆորմատ ունի եւ այդ ֆորմատում ես էլ եմ ցանկություն հայտնել ունենալ հանդիպում, իրանք էլ են ցանկություն հայտնել կազմակերպել հանդիպում, մասնակցել եմ։ Այսինքն նկատի ունեմ դա կոնկրետ միջոցառում էր, որը անունը մի քիչ ինձ բան թվաց ձեր ձևակերպում։ Խնդրեմ հարցից։ Լավ, որ ձեռքբերումներն են ձեզ զբաղացրել, ինչ եք կարծում։ Ինչի ձեռքբերում։ Բաց խոսեք։ Այդ օրը, գիտեք ինչ, այդ օրը զրույց ա եղել մարդկանց հետ, այդ հանդիպանը պետք չի հիմա տենց վիճակագրություններով ծանրաբեռնել։ Այսինքն հանդիպել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, ուրիշ բան չի եղել։ Ու պարտադիր չի այնտեղ խոսակցություն տեխնոլոգիաների մասին, այնտեղ հեծանիվ քշելու մասին ա եղել, ծխել չծխելու մասին ա եղել, երաժշտության մասին ա եղել, պատմության մասին ա եղել, այսինքն տենց ինչ որ շատ, այո, ոլորտը այո, բայց տենց շատ բան չի եղել, նեղ մասնագիտական չի եղել քննարկումը։ Հա, մենք խոսել ենք ուրիշ բաների մասին, բայց մի րոպե, 3 կարևոր ոլորտի զարգացման հետ կապված 3 կարևոր գաղափարահան չէ, որոնք ես շատ հետաքրքիր եմ դիտել եւ արդեն նաեւ մեր թիմի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ իրար հետ այդ նախագծերը փորձելու ենք կյանքի կոչել, որը Հայաստանը տեխնոլոգիական ոլորտի աշխատողների համար կդարձնի ավելի գրավիչ։ Բայց ես հիմա տենց ձևակերպել ենք տեղում, հիմա չանդրադառնամ, որովհետեւ վստահել չեմ, որ ամբողջական կհիշեմ։ Այսինքն նկատում եմ արդյունք էլ ա եղել, պայմանավորվածություն, ընդ որում պայմանավորվել ենք, որ այդտեղ մի հատ գաղափար առաջ եկա, որ նախաձեռնությունը պատժելի է, ով որ այդ գաղափարը առաջ էր քաշում եւ հավանություն է տալիս այդ գաղափարին, ես ասում եմ, միակ պայմանս է նա, որ դուք, ով որ նախաձեռնություն առաջ ա քաշել, մեր այն գերատեսչության կամ պաշտոնյայի հետ, ով որ դրա պատասխանատվությունը պետք է վերցնի, համատեղ աշխատեք, որպեսզի մենք համոզվենք, որ նախ իրար հետ տանենք այդ գործը եւ դա չլինի միայն պետական համակարգի գործ։ Բայց գաղտնիք էլ չկա, եթե հետագայում հետաքրքրություն կցուցաբերեք գրավոր հարցումով, մենք կարող ենք ասել, հիմա ուղղակի ես չեմ ուզում կիսատ ինչ որ բան ասել, էլի։ Պարոն Փաշինյան, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հանեց այդ արգելքը Հայաստան տարածիկ իր տարածքով բերել փոխադրելու, դուք մի քանի անգամ հրապարակայնորեն տարբեր հարթակներից Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնեցիք, այսինքն հոկտեմբերից Թբիլիսիում ողջունեցիք ու շնորհակալություն հայտնեցիք նրան այդ քայլի համար, այստեղ կառավարության նիստին մի քանի անգամ եղել է նույն ԵԱՏՄ հարթակում, հա, որտեղ Ադրբեջանը որևէ կերպ ներկայացած չի, վերջինս մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում դուք էլի շնորհակալություն հայտնեցիք նրան այդ քայլի համար։ Հիմա ձեր վիզավիները ասում են, որ դա պատճառաբանված է նրանով, որ դուք ունեք որոշակի նման պարտավորություններ, անդադ շնորհակալություն հայտնել, կամ որ դուք դրանով ուզում եք ցույց տալ, որ խաղաղության գործընթացը հենց ձեր վրա է կենտրոնացած, դուք եք միանձնյավարում այդ գործընթացը։ Ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, հա, միգուցե դա դիվանագիտական ինչ-որ հնարք է, եթե կարող եք կիսվել ձեր պատկերացումներով, ինչով եք դուք առաջնորդվում դա անելու, շնորհակալություն։ Ընդհանրապես ես նկատել եմ, որ մեր մոտ, գիտեք, մեր իրականության մեջ, եւ սա նոր չեմ նկատել, վաղուց եմ նկատել, բանի իրականության ընկալման բանաձևերը բարդացնելու տենց բան կա, շատ մղում կա, որ ասենք ինչի է այս միկրոֆոնը կապույտ, իսկ ինչի է այս մեկը կարմիր։ Իսկ ինչու սա սև չի եւ մեկը դեղին չի եւ սրանից աշխարհքաղաքական հետեւություններ։ Լսեք, ինչ որ բան է տեղի ունեցել
Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի։ Ո՞նց է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը դրան, որ մենք դրական ենք վերաբերվում։ Հակառակը, այո, որովհետև մի քանի բան է տեղի ունեցել, որովհետև հիմա դուք մի վերնագրի ներքո եք դնում, բայց իրական մի քանի բան է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել ծորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Այսինքն այս երկու բան է տեղի ունեցել։ Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը։ Արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Ես ասում եմ հարց կարա հնչի, բայց ինչի չեն գնում երկաթուղիները, որովհետև իմ ընկալմամբ մենք մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուրի տրամաբանությամբ աշխատում, որովհետև գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկելը այդ որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել միտեղ միանգամից, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ։ Երրորդ բանն է տեղի ունեցել։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթեր կվաճառել Հայաստանի գործարարներին։ Եվ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրվի, որովհետեւ դա կարևոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Դա երրորդ բանն է, այսինքն երրորդը թե չորրորդը տեղի է ունեցել։ Այսինքն նկատի ունեմ իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը եւ ուզում եմ ցույց տալ, որ խաղաղությունը ինչա, կներեք, ինչ որ բան ասենք, ուզում եմ ցույց տալ եւ ցույց եմ տալիս եւ հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է։ Եվ այդ իրականությունը ունի կոնկրետ արտահայտչած ձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առևտրի երևույթներ, այսինքն երկկողմ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Խոսակցությունը քաղաքական կատեգորիա չի, եթե գիտեք, պաշտոնական քննարկում այդ թեմայով պետքա չլինի, որովհետև քաղաքական արգելքի բացակայությունը արդեն բիզնեսները պետքա իրար հետ պայմանավորվեն եւ եթե պարզվի, որ կառավարությունը պետքա ինչ-որ բան անի այդ պայմանավորվածությունները հնարավոր դարձնելու համար, մենք դա կանենք։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ապատեվեկատվական արշավների շրջանակում վերջերս հայցական կեղծ թեզն է շրջանառվում, համաձայն որի իբրև թե Թուրքիայի նախագահը արդեն որոշում ունի թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցու հարցերով պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում Թուրքիայի իշխանությունների հետ, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես չեմ զարմանում տենց մեկնաբանություններից, որովհետեւ դարերի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել թե ով պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր Ռուսաստանի ղեկավարը եւ այդպես շարունակ։ Ընդհանրապես կուլտուրա չկա Հայաստանում ձևավորված Պապ թագավորի կարճ ժամանակաշրջանից եւ հատվածից հետո, այսինքն արշակումներից հետո տենց բան է, ես չեմ զարմանում, որովհետեւ դա հոլովում են այն մարդիկ, ով այդ կուլտուրայի մեջ են, Եվ այն որ Հայաստանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ասում է, որ մեր եկեղեցին պետքա ի վերջո կանոնագիրք ունենա նոր, որ դրան էլ դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև միջև հիմա վերջին այդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են կամ ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով։ Տենց կուլտուրա չկա, ոնց որ Թուրքիայի սուլթանի ընդունած կանոնակարգումներն են շատ, որ միջև այսօր կամ գործում են դե յուրե կամ Ռուսաստանի ցարի, այդ մարդկանց տարօրինակ չի թվում։ Եվ հետեւաբար, երբ որ տենց մի հարց բարձրաձայնվում է, այդ ենթագիտակցությունը արտանում է, բայց չէ որ սա Թուրքիայի ղեկավարի իրավասության հարց է, այս ինչի է Հայաստանի ղեկավարը սրա մասին խոսում։ Եվ տրամաբանությամբ այդ բանի ծայրագավառային տրամաբանությունը զարգանում, եւ հանգում է շատ տրամաբանական ենթադրության։ Քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետեւաբար, եթե Հայաստանի ղեկավարը տես թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն։ Եվ այդ կամ ուրիշ տարբերակով Ռուսաստանի կամ Պարսկաստանի ծայրագավառային տրամաբանություն։ Հենց դրա հետ է մեր խնդիրը։ Ես իմ բանախոսությունների ժամանակ, որ խոսք է գնում հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքը ուժեղացրու պետությունը բանաձևի մասին, ես դրա մասին եմ խոսում։ Ասում եմ, մեր ենթագիտակցությունը սեփական պետության ընկալումը դեռ չունի, որովհետև հարյուրամյակներով մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան։ Հայրենիքը Հայաստանն է եղել,
պետությունը եղել է Պարսկաստանը, հայրենիք Հայաստանն է եղել, պետությունը եղել է Օսմանյան կայսրությունը, հայրենիք Հայաստանն է եղել, պետությունը եղել է ռուսական կայսրությունը։ Այսինքն 500 տարի շարունակ մեզ համար հայրենիքը ուրիշ բան է եղել, պետությունը ուրիշ բան է եղել։ Հայրենիքը հիմնականում սիրելի, պետությունը հիմնականում ոչ այդքան սիրելի։ Եվ այդ ենթագիտակցությունը շարունակում է շատ բաներ շարժել Հայաստանի Հանրապետությունում, եւ մենք այս գիտակցությունն ա, որ ուզում ենք, այս գիտակցության հետ ենք ուզում առերեսվել, ասել, որ ժողովուրդի վերջո պետք է մենք այլ գիտակցություն ձևավորենք, որովհետեւ մեր հայրենիքն ու պետությունը այլևս նույնն են։ Եվ մենք չպետք է մեր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվենք այնց, ոնց որ վերաբերվել ենք օտար պետություններին, այդ հայրենիքով հանդերձ, որում գտնվել ենք։ Հիմա մենք մեր հայրենիքով գտնվում ենք, մեր հայրենիքով հանդերձ գտնվում ենք մեր պետության մեջ։ Հետևաբար ծայրագավառային տրամաբանություններ պետք չի զարգացնել։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, Թուրքիայի ղեկավարը վերջերս հայտարարել էր, որ 2026-ին խորհրդանշական քայլեր են սպասվում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում։ Խնդրեմ, եթե հնարավոր է մանրամասներ ներկայացնեք, թե որ ուղղություններով հիմա քննարկումներ կան, եւ մի հարց էլ ձեր թույլտվությամբ վերջերս Իրանից մտահոգություններ հնչեցին TRIP նախագծի հետ կապված, ձեր դիտարկմամբ կան չպարզաբանված հարցեր մեր հարևան երկրի համագործակցության շրջանակում եւ հաջորդ տարի Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու համատեքստում ինչ քայլերի սպասենք, մասնավորապես ռազմավարական փաստաթուղթ հնարավոր է թե ոչ։ Գիտեք, տեսեք, երբ որ ասում եք կան արդյոք չպարզաբանված հարցեր։ Գիտեք ինչ, մեր խնդրեմը գիտեք ինչի մեջ է, որովհետեւ մենք միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել, որոնք տենց մի շերտ են ունեցել, պատկերավոր ասած մի էջ են ունեցել, դե մի էջում էլ պետք է կես ժամում ասես կա պարզաբանված հարց, թե չկա պարզաբանված հարց։ Մենք սովոր չենք մեծ նախագծերի։ Իսկ մեծ նախագծերը իրանք ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն։ Իրանք միշտ չպարզաբանված հարց ունենում են եւ իրանք միշտ արտադրում են չպարզաբանված հարց։ Այսինքն դիեզերք թռնելը, միջև դիեզերք թռնելը, ես մի անգամ մի վիճակագրություն լսեցին, շատ զարմացրեց, որ Միացյալ Նահանգների երբ որ լուսնի ծրագիրը գործարկվել, այդ ծրագրի վրա աշխատել է 400,000 գիտնական։ Բայց այդ 400,000 գիտնականը պարզաբանել են չպարզաբանված հարցեր, չէ՞, բայց երբ որ խնդիրը լուծվել է, նոր չպարզաբանված հարցեր են առաջ եկել, որոնք պարզաբանելու համար Միացյալ Նահանգների գիտական եւ հանրությունը պետության աջակցությամբ ստեղծել է James Webb տիեզերական աստղադիտակը։ Հիմա ինչի համար այս ալեգորիաները, ոչ թե շեղվում եմ, ես էլ եմ ասում, երբ որ դու ունես մի հարց, որը լուծված չի, այդ հարցը չի լուծվում, դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ որ այդ մի հարցը լուծում ես, ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես։ Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես։ Հետևաբար TRIP նախագիծ ինքը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում, երբ որ մի հարց պարզաբանեցինք, վերջնական պարզաբանվեց, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք։ Նրանք լուծեցին, ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք։ Երբ որ TRIP-ը արդեն գործնականում սկսեց աշխատել, երկաթուղին էլ եղավ, գազամուղն էլ եղավ, նավթամուղն էլ եղավ, էլեկտրական հոսանքն էլ եղավ, ավտոճանապարհն էլ եղավ, ամեն ինչ եղավ, էլի ի հայտ են գալու հարցեր, որոնց շուրջ մենք պետք է աշխատենք։ Ես նկատի ունեմ, մենք պետք է սենց ընկալենք, որովհետև ցանկացած նախագիծ ինքը մեծ նախագիծ, եթե մեր ճամփորդությունը 5 մետր է, մենք կարող ենք տեսնել, որտեվ 5 մետր կամ միջև այդ դուռն է, մենք ամեն ինչ կարող ենք տեսնել։ Բայց թե մեր ճամփորդությունը երկար է, մենք չենք կարող ամեն ինչ տեսնել, որտեվ պետք է գնանք դուռը բացենք, նայենք դռնից այն կողմ ինչ կա։ Ճանապարհը գնանք, էլի եմ այդ օրինակը բերել։ Ոլորանը պետք է անցնենք, որ տեսնենք բլուրից այն կողմ ինչ կա։ Հետևաբար չպարզաբանված հարցեր միշտ կան, բայց այն հարցերը, որոնք այս փուլում կարիք կա պարզաբանել, ես կարծում եմ, որ մենք դրանք բավարար չափով արդեն պարզաբանել ենք։ Թուրքիայի հետ կապված ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը, ես ձեզ անկեղծ ասեմ, մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ եւ նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն եւ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, եւ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են եւ մենք այո ցանկություն ունենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Հաջորդ հարցը Շոմիկ Գալստյան, Ազատություն։ Պարոն վարչապետ, ուզում եմ իմանալ արդյոք Վագիփ Խաչատյանի առողջական վիճակի հետ կապված Հայաստանը դիմել է Ադրբեջանին տեղեկություններ ստանալու համար, եթե այո, խնդրեմ մանրամասներ ներկայացնեք եւ մի կարճ հարցել նաեւ այս գիրակի ձեր ծրագրերից արդյոք ծրագրում եք այս գիրակի պատարագի մասնակցել Մայրաթոռում, ունեք նման ծրագիր թե ոչ, նաեւ հրապարակվեց
Civic-ում փաստաթուղթ ազգային անվտանգության ծառայության տրամադրած փաստաթուղթը եւ նաեւ տեղեկություն կար այդ փաստաթղթից բացի, որ փաստորեն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ըստ այդ տեղեկության այժմ էլ շարունակում է կապեր պահպանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ, այդ պետությունների թվում դուք ունեք կարող եք հանրայնացնել արդյոք մտնում է Ռուսաստանը եւ հաջորդին նաեւ նշվում էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր պետությանը սպառնացող այդ կապերից ելնելով պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար, սա արդյոք նշանակում է, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին վերաբերող քրեական գործ կա եւ այժմ այդ գործի շրջանակում գործողություններ են իրականացվում։ Շնորհակալ։ Ածայի պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ, եթե կառավարությունը որևէ լրացուցիչ բան կունենա ասելու, կհրապարակի, պատարակի պատրաստվում եմ մասնակցել Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցիում, դրա մասին լրացուցիչ հայտարարություն կարող եմ կանեմ, բայց արդեն արեցի, սովորաբար ուրիշ ֆորմատով եմ անում, երբ այդ ֆորմատով էլ կանեմ։ Ուղղակի Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները այո տեղեկություններ են հավաքում եւ փոխանցում եւ այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավել տեղեկություն չեմ կարող հայտնել։ Մենք աշխատում ենք, մենք ընդհանրապես այո տեղեկություններ հավաքելու ես չէ, բայց մեր մարմինները աշխատում են։ Եվ վերջին հարցը Պարոն վարչապետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ ինչ նոր համաձայնություններ են ձեռք բերվել, մասնավորապես ճանապարհների ապաշրջափակման, դրանքի ուղղում մասով եւ կոնկրետ երկաթուղու մասով արդյոք քննարկում եղել է։ Հարցից մյուս մասը Ադրբեջանի տարբեր հարցերով աշխատանքային խմբեր են ձևավորվել հստակ գործառույթներով աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս դեպքում ինչու համանազատման հարցերով հանձնաժողովները Գաբալայում սկսեցին քննարկել նավթամթերքի ներմուծման ներկրման հարցը, դրանց օրակարգը արդյոք փոխվել է ու ընդհանուր առմամբ ինչ ընթացքի մեջ է համանազատման գործընթացը։ Տնտեսական հարցերը հարակից հարցեր են եղել, այլ բան, որ հանրության հայաստանյան եւ միջազգային ուշադրությունը ավելի շատ գրավել է երկրորդ հատվածը, տնտեսական հատվածը, որը հասկանալի է, որովհետև սահմանազատումը արդեն սովորական է դարձել եւ ոչ մեկի չէ զարմացնի դրանով։ Իհարկե սահմանազատման հանձնաժողովները աշխատել են, աշխատում են, իրենք նաեւ իրենց աշխատանքային փաստաթղթերի վրա են աշխատում, ընդհանուր հետագա անելիքներն են պլանավորում, բայց ուզում եմ նաեւ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինքը ուղղակիորեն կապված է նաեւ սահմանազատման գործընթացի հետ, որովհետեւ երբ որ մի որևէ հատվածով, ասենք օրինակ երկաթուղի պետք է անցնի կամ գազամուղ կամ էլեկտրահաղորդման գիծ, կառուցման աշխատանքները սկսելուց առաջ շատ կարևոր է հստակ գծել, թե այդ հատվածով որտեղով է անցնում պետական սահմանը, որովհետև դա նախ կազմակերպչական, տնտեսական, իրավական բազմաթիվ հարցեր ունի։ Այսինքն պետք է հասկանանք երկաթուղին եկավ, որ գծից է, որ Հայաստանը արդեն երկաթուղին եւ որ գծից է, որ Ադրբեջանը, որ եւ որ գիծն է, որ նեյտրալ գոտի է, նույնը մնացած ենթակառուցվածքներին է վերաբերվում, բայց նաեւ փոխվարչապետերը հանդիպել են նաեւ տնտեսական օրակարգ է առաջացել, քննարկում են տնտեսական օրակարգը, ինչը շատ լավ է, շատ պոզիտիվ է իմ կարծիքով եւ ես ողջունում եմ այդ ուղղությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր քննարկման օրակարգի հարցերին հնարավոր մենք մեր բացման խոսքում անդրադարձել ենք, նկատի ունեմ Ռուսաստանի նախագահը եւ ես եւ քննարկման շրջանակը դա է եղել եւ մենք այո քննարկել ենք նաեւ ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչ հնարավորություններ կստեղծեն նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար եւ այլն եւ այդպես շարունակ եւ հիմա նաև ես ասացի իմ բացման խոսքում, եթե չեմ սխալվում դա հրապարակվել է, չէ՞ երևի, որ նաև մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում միջև առնվազն այս փուլում գոնե առաջին փուլում միջև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից միջև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի եւ Հայաստան-Ադրբեջան Նախճեվանի սահմանից մինչև Երասկ վերականգնման աշխատանքներ իրականացնեն։ Մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ իրականացնեն։ Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են։ Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն յետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում։
էլի հարց ունեի։ Ինչի՞ Ինչ մեղրի երկու։ Հիմա ես նախորդ բրիֆինգին դրան անդրադարձել եմ։ Հիմա մենք ինչ տրիպ նախագիծը, հա, Միչայլոց, որ ուրա հասել, որ փուլինա հասել։ Հիմա մենք տրիպ նախագծի շրջանակն ենք ձևակերպում, ինչպես նախատեսված է Վաշինգտոնի հռչակագրով։ Այսինքն մենք հիմա փաստաթուղթ ենք երկկողմ ձևաչափով Հայաստան, Միացյալ Նահանգներ ձևաչափով փաստաթուղթ ենք հուշագիր կամ ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ ենք նախապատրաստում, որը երկու կողմերը պետք է ընդունեն որևէ ձևաչափով ու տենց որից հետո կսկսի արդեն հաջորդ քայլը։ Իմ կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ մենք գետնի վրա արդեն աշխատանքները կտեսնենք 2026 թվականի երկրորդ կեսին։ Եվ ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը, չնայած չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարության եւ ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն եւ կարող օրինակ պարզվի կամ գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ է իրականացվում, քան նախատեսված է։ Բայց սա ոչ թե ես ակնարկում եմ, ոչ մի բան չեմ ակնարկում։ Ես նկատի ունեմ, որ շրջանակը կարող է դինամիկա ինքը process-ը եւ կարող է պարզվի, որ նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունը ավելի առաջնային դիտվի ինչ-որ հանգամանքների բերումով, քան երկաթուղու, բայց իմ կանխատեսմամբ երկաթուղի, ավտոտրանսպորտային հաղորդակցություն, էլեկտրաէներգիա, գազ, նավթ այս շրջանակում կարող են որոշակի բաներ լինել, բայց այս պահի մեր ընկալմամբ երկաթուղին առաջնայինն է։ Եվ որը երկաթուղու առանձնահատկությունը ինչ է, որ երթուղին պարզ է, բոլորը գիտեն, որտեղ նախկինում այդ հատվածով գոյություն է ունեցել երկաթուղի, եւ այս առումով ամենամեծ հավանականությունը, որ մենք հետ երկաթուղից կսկսենք, ակնհայտ է։ Հիմա նաև մենք աշխատում ենք նաև սահմանային, մաքսային եւ այլ ենթակառուցվածքների ժամանակակից եւ գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը, ինչպես ասել եմ, մենք կներդրենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմաններին։ Շնորհակալ եմ։